Քաղաքական դաշտում լարվածությունն օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլին։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ։ ՔՊ-ում հաճախ է քննարկվում քաղաքական դաշտը մաքրելու ռազմավարությունը ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիա հարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։ Պատահական չէ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս հիշեցնենք, երեկ բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին մամուլի ասիլուսուն վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր եւ ճնշող հարցերին։ ՔՊ-ի ներսում մեր տեղեկություններով հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ։ Այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում եւ մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել։ Քաղաքական վերլուծաբանները նկատում են իշխանության վարքագիծը այլևս հիշեցնում է ոչ թե մրցակցային, այլ ճնշման մոդել։ ՔՊ-ն չի պատրաստվում հանդուրժել որևէ այլընտրանք եւ պատրաստ է գնալ ամեն քայլի մրցակիցներին քաղաքական դաշտից ուղղակի դուրս մղելու համար։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը։